Հայկական միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության ներկայացուցիչ Մահմուդ Ուզունին եւ տարածաշրջանային հարցերով փորձագետ վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։ Մենք խոսելու ենք այս վերջին շրջանում ցեղասպանության փոխհատուցման եւ Արցախյան հիմնախնդիրների արդիվ ուրեմն միության տարածած ուրեմն հայտարարության մասին, ինչպես նաեւ վերջերս Եվրոպայում կայացած մեկ թուրք, մեկ քուրդ, մեկ հայ խոսում են 15-ի մասին կոնֆերանսների, ուրեմն արձագանքների մասին։ Այդ կոնֆերանսների մասին մենք պատմել ենք մեր նախորդ մամուլի ժամանակ եւ կխնդրենք, որպեսզի ուրեմն անդրադառնանք դրանց վերաբերյալ։ Եվ այսպես, պարոն Հացպանյան, երևի դուք մի փոքր ներկայացնեք մեր հյուրին, հետո մենք կանցնենք հարց-պատասխանի ռեժիմին։ Բարի։ Ողջույն բոլորին, ուրեմն Մահմուդ Ուզունը ծնվել է 1958 թվականին մեր հայկական Գեսարիա քաղաքին մերձակա Սարս գյուղաքաղաքի Քրկսրակ անունով գյուղի, որ քիչ հետո ձեզ կներկայացնեմ, երևի թե աննախադեպ եւ մեր պատմության մեջ մինչ այսօր չիմացված մի հրաշք է կորձել այդ գյուղը, նրա մասին ավելի շատ երևի կխոսենք։ Ինքը փոքր տարիքից արդեն հայերին հետ հանդիպել է նույն գյուղում, մեծացել է իրանց հետ եւ շատ բարեկամական կապեր են եղել։ Ինքը Ալևի Ղզլբաշ է դավանանքով։ Ուրեմն իր ամբողջ Քերթաստանը շատ մեծ թերակատարում են ունեցել հայոց ցեղասպանության ժամանակահատվածում։ Երիտասարդ տարիքին ցերպակալվել է Թուրքիայի պետական իշխանությունների կողմից եւ 12 տարի անընդմեջ Թուրքիայի զնդաններում, փանդերում խոշտանգվել է, շատ ծանր դարաբանքների մեջ ցանցել, երբ փանդից ազատվել է դեռ երիտասարդ ժամանակ, սրանից ուղիղ 20 տարի առաջ փախել է Թուրքիայից եւ գնացել հաստատվել է Մեծ Բրիտանիա, Լոնդոն։ Ուղիղ 20 տարի է 96 թվականից ապրում է Լոնդոնում։ Ինքը ներկայացնում է այժմ Հայաստանում, ուրեմն ընդդեմ ցեղասպանության այս միավորման գազագերբությունը, որ ցես բոլորին պիտի որ քաչ զանոթ լինի, դա միակ կամ առաջին կարելի ասել թուրքական գազագերբությունն է Գերմանիայում կորձող, որ արդեն 20 տարի է ամեն տարի ապրիլի 24-ին գալիս են այստեղ, բարձրանում են Ձիձեռնակապերտ, իրենց ձաղ եւ վսակով հայազգից ներողություն են խնդրում եւ աշխատում են, որպեսզի հայոց ցեղասպանությունը ճանաչվի, ընդունվի, դադարեցվի եւ փոխհատուցվի։ Այս տարի այդ իրենց պահանջին ավելացել է մի շատ կարևոր պահանջ, որ մեզ համար իրոք պիտի որ աննախադեպ համարվի, այս հայտարարությամբ իրենք արդեն ամբողջ աշխարհին մի հայտ են ներկայացնում, որ Արցախի, Լեռնային Արցախի հանրապետությունը պետք է ճանաչվի, իբրև անկախ պետական միավորի։ Սա երևի ամենան է, այս տարի երեկվա իրեն ձաղ եւ վսակին վրա գրվել էր թե հայերեն, թե թուրքերեն լեզուներով, դադարելով ցեղասպանությունը, Արցախի անկախությունն ենք պահանջում, ընդդեմ ցեղասպանության, այսպես ասած, միավորում, գազագերբություն։ Սա ձեզ Մահմուդ Ուզունը։ Ուստի թույլ տանք ինքը այդ երկու նախատեսություն է ձեզ բաժանվել արդեն հայերեն տեքստը, իրենց գազագերբության ուղերձը գարտա եւ ես հետո կշարունակեմ։ Buyur Mahmut. Seni tanıştım tabii. Konuşun mu? Merhaba de, sonra da onu oku. Merhaba, hepinize hoş geldiniz diyeyim. Öncelikle böyle bir imkanı bana sağladığınız için çok teşekkür ederim. Bir Ermeni dostu olarak aranızdan bulunmaktan son derece mutluyum. Ben STK adına Londra'da yaşayan bir Kürt olarak burada bulunuyorum. Bir açıklamamız var. Onu okumak istiyorum şimdi. Ողջույն ձեզ բոլորին, կրկին անգամ Հայաստան գտնվելու իմ համար բադիվ եմ համարում, անցյալ տարի եւս այստեղ էի եւ գտնվեցի նաեւ Արցախում, ուրեմն ընդդեմ ցեղասպանության միավորման անունից ձեր միջև գտնվելը ինքս կրկին բադիվ եմ համարում, ապրում եմ Լոնդոնում, բայց ներկայացնում եմ այս գազագերբությանը եւ ուզում եմ ձեզ իմ գազագերբության ուղերձը կարդալ։
1915-2016 101 yıldır inkar edilen soykırım devam ediyor. Türkiye Cumhuriyeti Devleti 101 yıldır 1915 soykırımını inkar ediyor. İnkarcı devlet egemenliği 101 yıldır insanlık suçları işlemeye devam ediyor. Suç ortağı Azerbaycan yönetimine arka çıkarak savaşı kışkırtıyor. Dağlık Karabağ Cumhuriyeti'ne saldırarak yeni soykırımlar tezgahlıyor. Ermenistan sınırını haklar hukukuna aykırı olarak 26 yıldır suç ortağı Azerbaycan'la birlikte kapalı tutuyor. 100 yıldır Kürt halkının ulusal yapısını dağıtmak için soykırımcı müdahalelerde bulunuyor. Katlediliyor, sürgün ediyor, Alevi hakları soykırımın hedefi haline getiriyor. Kışkırttığı programlarla onların yerleşim alanlarını, demografisini değiştiriyor. 1915-2016 101 տարի շարունակ հերկվող ցեղասպանությունը շարունակվում է։ Թուրքիայի Հանրապետությունը 101 տարի շարունակ հերքում է 1915 թվականի տեղի ունեցած ցեղասպանությունը։ Եվ 101 տարի է թուրքական ժխտողական քաղաքականությունը շարունակում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրագործումը, կանգնելով իր հանցագից Ադրբեջանի թիկունքին հրահրում է պատերազմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա հարձակվելով Քաղտնի ծրագրում են նոր ցեղասպանություններ, խախտելով ազգերի ինքնորոշման իրավունքը 26 տարի շարունակ իր հանցագից Ադրբեջանի հետ միասին փակ են բահում Հայաստանի սահմանները։ 100 տարի շարունակ ընդդեմ քուրդ ժողովրդի ազգային իղծերի ցեղասպանական գործողություններ եւս իրականացնում է, գոտորելով ու բռնի դեղանելով նրանց։ Ալևի ժողովուրդներին դարձնում է ցեղասպանության թիրախ, հրահրելով ջարդեր, փոխում է նրանց բնակության վայրերի ժողովրդական պատկերը։ Bütün bu nedenlerden dolayı insanlık önünde soykırım sabıkalı Türkiye Cumhuriyeti Devleti'nden ve onun suç ortağı Azerbaycan Devleti'nden davacıyız. Onları sevk ve idare eden soykırımcı zihniyeti, onları maddi ve manevi olarak destekleyen, silahlandıran müttefiklerini protesto etmek için sokaklardayız. Ելնելով այդ բոլոր պատճառներից համայն մարդկության արչև հայց ենք ներկայացնում ընդդեմ քրեական հանցագործ ցեղասպան Թուրքիայի Հանրապետության եւ նրա հանցագից Ադրբեջանի դեմ։ Մեր փողոքն ենք հայտնում ընդդեմ նրանց ուղղորդող եւ կառավարող ցեղասպան քաղաքապարախոսության, ընդդեմ նրանց նյութական եւ բարոյական աջակցություն ցուսաբերողների, ընդդեմ նրանց զինող դաշնակիցների։ Ellerinizi soykırım inkarcıların yakasındadır. Ellerimiz soykırımcı inkarcıların yakasındadır. Zira inkar soykırımın devamıdır. Dağlık Karabağ Cumhuriyeti'nde kanlı ellerinizi çekiniz. Kürt ulusunun toplumsal varlığına soykırımcı müdahaleleri derhal durdurunuz. 1915 soykırımını tanıyınız ve yükümlülüklerini yerine getiriniz. Մեր ցերկերը ցեղասպանությունը ժխտողների օծիկներին է, քանի որ ժխտումը ցեղասպանության շարունակություն է նշանակում։ Ետ կաշեք ձեր արյունոտ ցերկերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Անմիջապես դադարեցրեք քուրդ ժողովրդի գոյության անտեպ ցեղասպան ձեր գործողությունները։ Ճանաչեք 1915 թիվ ցեղասպանությունը եւ ստանցնեք դրա հետ կապված բոլոր բարդավորությունները։ Ներողություն խնդրեք ցեղասպանությունից դժուժած ժողովուրդներից, հայերից, ասորիներից, հույներից, Պոնտոսի հույներից եւ եզդիներից, ընդդեմ ցեղասպանության միավորում։ Ուրեմն Մահմուդ Ուզինի ներկայացրած գազագերբության ուղերձն է սա։ Հիմա ձեզ պիտի պատմեմ մի իրոք շատ հետաքրքիր պատմություն, որը Մահմուդ Ուզունի հետ ուղղակի կապված է։ 1915 թվականին, երբ որ ցեղասպանական գործողությունները սկսվում են, Ագն, Խարպերտ, Մալատիայի հյուսիս, Սեբաստիայի քավարից մոտավորապես 300-ի շուրջ, մեծ տարիքով, փոքր երեխա, ընտանիքներ, փախուստի են թիմում այդ կարավաններից թեպի դերձոր գնացող եւ գալիս են որտեղ որ Մահմուդենց քյուղն է, այդ Գեսարիայի Սարզի քրկսրակ քյուղը, քրկսրակ քյուղի ուրեմն գողքը մի հատ բիմբողա փանգա, սարգա։ Այդ սարում քարանցավի մեջ են դեղավորում այդ հայերը, հա։
Եվ քանի որ ուդելիք ոչ մի բան չունեն, խոդապույսերով են սնվում այդ ամբողջ ժամանակահատվածում։ Ուրեմն, բայց քանի որ ձզգեր երեխաներ կա, հա, մանգահասակ երեխաներ, հարսեր, աղջիկներ եւ այլն, ուրեմն գաթի մեծ կարիք են զգում։ Եվ հայերը թաքնվելով այդ քարանցավի մեջ, որովհետեւ գաթի բահանջը փվարարեն, իջնում են գիշերները, երիտասարդները, այդ կդրիչները, ասենք մի քանի հոգի, իրենց քյուղը, քրկսրակ քյուղը եւ գտում են այծերին, ոչխարներին, գովերին եւ այդ կաթը դանում են իրենց երեխաներավար քարանցավ։ Երբ քյուղի ժողովուրդը հասկանում է, որ գաթ չի դալիս այս անասունները, ինչ որ գաթը բագասել է, հա, նկատում են այդ մասին եւ նկատում են նաեւ որ միսն էլ է բագասում, այսինքն ոչխարները բագասում են, որտեղ մարդիկ նաեւ ոչխար եւ այծ են դանում իրենց հետ միասին, հա, որովհետեւ կարողանան սնվել, ուրեմն հետավնդում են գիշերը հերթաբահելով, որ ինչ է կատարվում։ Հետավնդելով հայտնաբերում են այդ քարանցավը, շատ խոշոր մի քարանցավ է, սարի գլխին, հա, քյուղից բավականին բարձր, եւ երբ որ լսում են որ հայերեն են խոսում, իրենք ասում են, հա, սրանք հայեր են, հայ մարդիկ են։ Ուրեմն ետ են վերադառնում, իրենց քյուղի ավականում պատմում են այս պատմությունը, ասում են, գիտեք, ահագին հայեր կա այդտեղ փոքր մանգահասակ երեխաներից մինչև բարավներ, ձեր կանայք եւ այլն տղամարդիկ ու այդ քարանցավի մեջ ավաստանել են, ապրում են այդտեղ։ Քյուղի ավականին, ուրեմն Յուսուֆ Օմբաշը անունով, հա, Օմբաշը նշանակում է դասնաբեդ, Յուսուֆն ալ Հովսեփ անունն է։ Ուրեմն Յուսուֆ Օմբաշու, ուրեմն գլխավորությամբ որոշում է կայացնում, որ պետք է գնալ ընդառաջ այդ մարդկանց եւ իրենց սնունդը ամեն ինչ ապահովել եւ եթե կարելի է իրենց բերել քյուղ։ Ուրեմն չորիները բարձում են բարենով, հա, բազմաթիվ չորիներ, իրենք կա, ուրեմն մի մոտավորապես 10 հոգով բարձրանում են քարանցավ։ Ուրեմն մտնում են քարանցավիցներ, հայերը վախենում են, ասում են վերջ, մեզի հայտնաբերեցին, արդեն սպանդ է տեղի ունենալու։ Շատ վախվորած վիճակում այդ հայի հայկական այդտեղի այդ փոքրաթիվ Աբաստան կդած համանքի ներկայացուցիչը լինում է Բողոս անունով մի հայ։ Եվ այդ քարանցավը մինչև հիմա 4-րդ, 5-րդ սերունդ արդեն ծնվում գոչվում է Բողոսի քարանցավ առ այսօր։ Սա ինչ որ ասում եմ 15 թիվին է տեղ ունենում։ Ասում են մենք բարեկամ ենք ձեզ, մենք Ալևի Ղզլբաշ ենք։ Մեզ խնդրում եմ թուրքերի հետ մի համեմատեք։ Մենք հայերին միշտ բարեկամ ենք նկատել մեզ, պատմական փոխհարաբերություններ ունենք եւ ձեզ բարեն ենք բերել, ուդելիք ենք բերել բավականին, հագուստ, վերմակ եւ այլն, յորղան, դոշակ, բան։ Խնդրում ենք, ասում է, ընդունեք սա իբրև բարեկամության նշան։ Եվ ձեզ հորդորում ենք ոչ թե մնաք այստեղ քարերի, ժայռերի մեջ, այլ իջեք մեր քյուղը քրկսրակ։ Դեռ բոլորը Ալևի Ղզլբաշ են, մի ամբողջ քյուղ։ Մենք ձեզ գտակցնենք, յուրաքանչյուր ընտանիք հայերին կդանի իր դուն եւ առանց ձեզ հետ որևէ ուրեմն բանի դուք կաբրեք մեր հետ եղբայրապար, քույրապար։ Եվ քանի որ հայերը դեսել են այդ ամբողջ սարսափները, փախել են քարավանից, չեն հավատում, չեն վստահում։ Հա, շնորհակալությամբ ընդունում են այդ տրված բարենը եւ երևի թե մի օրում սպառում է բարենը, որովհետեւ ամիսներ շարունակ սրանք սոված են մնացել ժողովրդու նիհար գմախները հաշված վիճակով։ Արդյունքում իրանցից 3 հոգի ասում են հայերից, մենք գկանք ձեր գյուղ տեսնելու համար ինչպիսին է վիճակը, էլի, իբրև այսպես ասած, ընտարաջ գնալ իրենց այդ մարդկային վերաբերմունքին եւ մեկ հատ ձեր մարդ, երկու հատ երիտասարդ իջնում են քյուղ եւ մնում են մեկ շաբաթ այդ քյուղում։ Երբ տեսնում են իրենց հատեմ ինչքան մարդկային, ինչքան բարեհամբույր վերաբերմունք կա, ուրեմն ետ են բարձրանում քարանցավ եւ Բողոսին, որ առաջնորդողն է այդ խմբի, ասում են Բողոս, մարդիկ իրոք շատ մարդկային են, սրանք այդ մեր դեսածներից չեն, մեզ հանդեպ որևէ խնդիր չի գա եւ ասում է իրենք հայերին շատ են հարկում եւ կարելի է իջնել այդտեղ, բայց այդ ամբողջ իջնելու process-ը պատկերացնում եք դեվում է 3 տարի։ Այսինքն հայ այդ վախվորած սարսափար վիճակը մոտ 3 տարի դեվում է, մինչեւ այդ քյուղը քրկսրակ քյուղ իջնում են այդ հայությունը եւ դեղավորվում, այսպես ասած յուրաքանչյուր քրկսրակի Ալևի Ղզլբաշի դու։ Ամեն մարդ իր դունը մեկ ընտանիք, երկու ընտանիք, դե փոքր քյուղ է, փոքր դներ են, այսպես բաղում են։ Ուրեմն այդ ընթացքում բնականաբար, հա, Ալևի դղաները երիտասարդ հայ աղջիկներին են սիրահարվում, գևգամ հագարակը, բայց Յուսուֆ Օմբաշն, որը Մահմուդ Ուզունի հարազատ մեծ հայրն է, ինքը թորն է, հա, այդ մեծ մարդու, մեծ հյումանիստի,
սաստում է ամբողջովին, ասում է հայերից ոչ մի հատ աղջիկ չի պիտի վերցնենք։ Այս մարդիկ ցեղասպանության են ենթարկվել, պետք է բազմանան, պետք է իրար հետ ամուսնացնել նրանց, որ հայի արյունը չբղձվի։ Հանգարց ոչ մեկը վադաչկով չնայի հայության ուղղությամբ իմ հետ խնդիր կունենա։ Եվ այդ խորհուրդը բոլորի կողմից ընդունվում է։ Բայց տեսեք, որ գյուղում լինում է մի կոնֆլիկտ եւ մի հատ տղա հեռանում է այդ գյուղից, հեռացում է, իրենց մոտ ամենամեծ բադիշը գյուղից հեռացումն է, եթե մեկը, ասենք, ամբարո արարք է կորզում, հայության թեմ չի լինում այդ բանը, իրար մեջ ներքին կոնֆլիկտում, այդ հեռացող տղան որբեսի, այսինքն իբրև բադիշ հեռացնելով իր հարազատ գյուղից, ընտավայրից գնում թուրքերին մատնում է զինվորականներին, որ այս գյուղում այսքան հայ կա, յուրաքանչյուրը բահում են այդ հայերին, ապաստան են տվել։ Ամիջապես ժանդարմերյան, ամբողջ ոստիկանական ուժերը շրջապատում են Քրքսրակ գյուղը, գալիս են, որ հայերուն հայտնաբերեն։ Եվ ասում են, ինչքան մարդ կա, դուները պիտի դադարեք գյուղի հրաբարակում հավաքվեք։ Հավաքում են բոլոր, ասում են, մանգասակ երեխաներից, դեռ ձզգեր դարիքի, մինչև ամենադարիքավոր հալիվորներին եւ բարավներին, շարքի են կանգնեցնում, ասում են, հիմա ինչ կան հայ կա, մեկ քայլ առաջ թող գա, այս ամբողջին, այդ զինվորական մարդը։ Եվ ինչ է լինում, ժողովուրդ, սա ես իմացել եմ ընդամենը օրեր առաջ, մի ամբողջ գյուղ, այդ ամբողջ Քրքսրակի ժողովուրդը մեկ քայլ առաջ է կանգնում։ Սա հիշում եք Հրանտի սպանության ժամանակ բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք կարգախոսում, մարդիկ իրագործել են 1915 թվականին այդ գյուղը։ Այսինքն մի ամբողջ գյուղ չլինելով հայ ձակումով, իբրև հայ այդ ռիսկը աչքի են արել եւ արժև են գայնել։ Երբ որ հայը Բողոսը առաջ է եկել ասել է, գիտեք, մեր պատճառով ցեք, դուք պետք չէ այդ ռիսկի թիմեք։ Մենք հայերեն գզադենք առանցին։ Ուշացած հիմա թող դանեն մեզի դերձոր։ Հիմա եկա ուրեմն մեր ժամանակը սպանտի, Յուսուֆ Օմբաշին ասել է, եթե այս գյուղում մի հատ հային կբակ, մեր բոլորի հետ խնդիր է լինելու։ Կամ մեզ բոլորից կդանեք իրար հետ մահվան, կամ բոլոր ապրելու են այստեղ։ Եվ ինչ որ հաջողվել է այդ գյուղի ավականին, համոզել այդ զինվորականները, որ դարիներ անցել, արդեն 1918 թվականն է, այս մարդիկ անմեղ, խաղաղ բնակչություն են, որևէ ժամանակ, ոչ մի մարդուն, նույնիսկ մրջունին վնաս չեն տվել, արդեն քանի երրորդ դարին է գյուղում են բոլոր արհեստները իրանցից են մենք սովորում, մեր գյուղը փառքավաճում է, մենք եղբայրապար ապրում ենք, հայից մեզնից չենք բաժանի, դա հնարավոր չի։ Եվ ուրեմն զինվորականները հետ են քաշում եւ հայերը փրկվում են այս գյուղում, Քրքսրակ գյուղում։ Ուրեմն դրա արդյունքում անշուշտ հայերը երախտիկով հանդես են գալիս, որ իրենց կյանքը փրկվեց հենց այդ մարդկանց շնորհիվ եւ ուրեմն Յուսուֆ Օմբաշին իրենց ասում է, որ գիտեք ինչ, դուք ունեք համայնք Գեսարիա, ունեք եկեղեցի Գեսարիա, շատ խոշոր եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Կապադովկիայի ամենամեծ եկեղեցին է հայկական, կա նաև հայկական համայնք Բորիս, դպրոցներ, հիմա ժամանակն արդեն, քանի որ ֆիզիկապես դուք փրկվեցիք, պետք է երեխաներին ուղարկել հայկական դպրոցներ, որովհետեւ դուք հայեցի դաստիարակություն ստանաք, չնայած գյուղում բոլոր մեծերը իրենց փոքրերին հայերեն քրել գարտալ սովորացում են, իսկ իրենք Ղզլբաշ ալևիները դարաջանաչ չեն։ Իսկ հայերը իրեն սովորացում են նաև արաբերեն, օսմաներեն, թուրքերեն, քրել գարտալը։ Ասում են մենք իրանցից սովորեցինք, հայերից սովորեցինք այս ամբողջը։ Ուրեմն նման մարդասիրական քայլ մեր պատմության մեջ շատ դառնակ է, որ այսօր, մենք դեղյակ չենք եղել այս իրողությանը, իրոք որ բարձենալու բան է, եւ Մահմուդի հենց այդ Յուսուֆ Օմբաշի, այդ Յուսուֆ Տասնաբեդի թորը լինելու հանգամանքը եւ իր ազնվությունը, բարգեշտությունը այս քանի օրերը, որ մենք իրար հետ շփում ենք, անցյալ տարի իրար հետ Արցախ ենք մեկնել, քանի օրեր այդտեղ ենք գտնվել, ինձ իրոք իբրև դարազաշրջանում այս ժողովուրդների պատմությունը բավականին իմացող մարդու նույնիսկ զարմացրել է, սա հաճելի զարմանք է, եւ ես գտնում եմ, որ մենք եւս երախտիկով պետք է հանդես գանք այս մարդկանց հանդեպ, որ ոչ մի հային իր ինքնությունից չեն զրկել, հայերին ոչ միայն ֆիզիկապես են փրկել, այլ նաեւ հայ ինքնությունն են փրկել, հայ մշակույթի ապրեցնելն են փրկել։ Յուսուֆ Օմբաշին ասում ամբողջ ավականին գյուղի ամեն գիշեր ասում էր երեխաներին բոլոր երգերը սովորացրեք, հանգարց չմոռացվի եւ այլն։ Ահավասիկ նման ընտանիքի թորը լինելով Մահմուդը այստեղ նաեւ
մի շատ հետաքրքիր անագնգալով է ել Հայաստան, իրոք զարմացնող, ավելին քան քրկսրակ քյուղի իր բաբերը, ինչ որ արել են մեր ժողովրդի հանդեպ, եւ հիմա ինքը ուզում է այդ մասին ձեզ արտահայտվել, şimdi narın zamanı geldi bununla ilgili açıklamanı yap ve narları ben şey yaparım, çıkarırım. Anlat. Şimdi buraya gelirken düşündüm ki Ermenistan sorunun, Ermenistan devletinin, ulusunun 5 tane sorunu var. Dünyanın dört bir tarafına dağılmış, Ermeni halkını temsil eden, Ermeni ulusunun sembolü olan narla ilgili bir şeyim var. Gelirken getirdim bunları. Հինգատ նուր է բերել իր հետ Անգլիայից, Լոնդոնից եւ ինչու պատմում է, շշմելու պատմություն է։ Շշմելու, ես զարմացած էի։ Հիմա ձեզ պիտի փոխանցի։ Եվ այս շատ ներողություն, այս հadouk է բերել, այս նուրերը գալիս են Պերուից, Լատինական Ամերիկայից, իսկ Լատինական Ամերիկա դարել են հայերը, իրենց այդ 15 թիվին սերմերը տնկել են Արգենտինա, Բոլիվիա, Ուրուգվայ, Պարագվայ եւ այլն, նուր այդտեղ չի եղել, մինչև հայության հայտնվելը։ Այսի կալուց 5 հատ նուր է բերել հadouk, մտածելով որ նուրը, այսին այդտեղ որտեղից որ գնել են Լոնդոն, այդ խանութում ասել են միայն Պերուից եկած բան ունենք, էլի նուր ունենք, բայց էս է հայկական նուր է, հա։ Ուրեմն այս տղան 5 հատ նուր ընդրել է դրա համար, որ հայերը 5 աշխարհամասում են ապրում, չէ, աշխարհով մեկ, որ աշխարհն է, աշխարհի հայություն, հովանտակ հայությունն է, ուրեմն խորհրդանշում եւ ասում է սա ես պիտի դանեմ Հայաստան իմ հետ, սա 101-րդ տարին է, ինչի համար։ Հիմա դա է պատմելու։ 5 նուրը ասում է, ոչ միայն խորհրդանշում է 5 աշխարհամասում ապրող, այսպես սփռված հայության, այլ հայկական հարցի լուծում է 5 նրան մեջ է։ Şimdi onu söyle. Şimdi Ermenistan ulusunun 5 sorunu var diye düşünüyorum ki bunlar yakıcı bir şekilde önümüzde duruyor. 1. Batı Ermenistan. 2. Doğu Ermenistan. Karabağ, Nahçıvan ve Çavek. Կարծում եմ ասում է իմ ամբողջ կարտացած քիրքերով իմացել ենք որ հայ ազգը ունի 5 խնդիր։ Արևմտյան Հայաստան, բռնազավթված Արևելյան Հայաստան, այստեղ որ pedagogan միավոր է ներկայացնում ես մեր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Ղարաբաղը, Նախիջևանը եւ Ջավախքը։ Ոստի հայը, հայ ազգի փոխանցակ երկիրը 5 մասի է բաժանված, որից 4-ը բռնազավթված վիճակում են։ Devam et. 100 yıl öncesinden böyle bir sorun yoktu. Son 100 yıldır böyle bir sorunla karşı karşıya Ermeni ulusu, devleti ya da dünyanın dört bir tarafına dağılmış Ermenilerin 5 tane yakıcı sorunu var. Իսկ 100 տարի առաջ չի գարսա 100 տարի առաջ հայ ապրում էր Նախիջևանում, Ղարաբաղում, Արևելյան Հայաստանում, Ջավախքում եւ Արևմտյան Հայաստանում։ Փոխանցակ երկիր էր եւ պիտի որ pedagogan միավորի վերածվեր։ Պարզապես ասում է ցեղասպանության ենթարկեցին հայ ժողովրդին, բռնազավթեցին, իրենից խլեցին այս ամբողջը եւ աշխարհամասում տարածեցին ողջ քնածածներ, ովքեր որ հրաշքով բրգվեցին։ Ոստի հիմա 5 աշխարհամասում ապրող հայությունը պիտի այս 5 գդորը միացնի իրար։ Սա է առաքելությունը հայության։ Devam et. 1894-1915 Hamidiye alayları. 1915-1923 Kürtlerin soykırıma katılımı. Ben bir Kürt olarak Ermeni halkına yapılan vahşete katılan Kürtler adına utanç duyuyorum. Türkler gibi Kürtler de bu soykırımla yüzleşmeli. Hiçbir kuş başkasının yuvasına yuva yapmaz. Եվ ասում է, քանի որ ես ազգությամբ քուրդ եմ, հա, այսինքն քուրդ ազգի զավակ եմ, հայտնում եմ, որ 1894-ից 15 Համիդյան ջոկատների 1915-ից մինչև 23 Իթիհադի եւ Քեմալիստական ուժերին գծորդ հանդիսացող քրդերը ուղագի մեղսագից եւ մասնագից են հայոց ցեղասպանության եւ հայոց հայրենիքի բռնազավթման, իբրև քուրդ ազգի ներկայացուցիչ ամաչում եմ եւ ներողություն եմ խնդրում նրանց անունից հայ ազգից, որ մենք եւս իբրև քուրդ մասնակցել ենք այդ ցեղասպանության հայոց ուրեմն հայրենիքն են Իրանից խլել։ Ասում է փնության մեջ կա մի օրենք, ոչ մի թրջուն իր փույնը
ուրիշ թուրքչունի փույնի մեջ չի տնում եւ այդտեղ ցակ չի բերում, ձու չի տնում։ Ինչպես է լինում, ասում է քրդերը այսօր հայոց բնորանում արևմտյան Հայաստանը անվանում Քուրդիստան, անհասկանալի բան է։ Չի կարող որևէ ժողովուրդ մի այլ ժողովրդին պատկանող աշխարհակրական մասում հայրենիքում հայրենիք ստեղծել, ուստի ոչ միայն թուրքերի կողմից, թուրքական պետության եւ այդ ամբողջ գդարված ցեղասպանության մասնագից թուրքազգիներին, այլ նաեւ նրա մասնագից քրդերի այդ արարքը, այդ ցեղասպանական արարքը վայրակությունը եւս եմ դադարում եւ սա իբրև քուրդ եմ անում եւ կարծում եմ որ քուրդ մարդը այս բարդականությունը պետք է դեղի բերի 100 yıl öncesinden 1915 katliamında kurtulup gelip bizim köye dağlarımıza sığınan ve dedemin büyük bir fedakarlığıyla hayatta kalmaya tutunan Ermenilerin sorununa dedem nasıl çok ciddi anlamda yaklaşmışsa ben de bir Kürt olarak onun torunu olarak bugün gelip Ermeni devletinde sizlerle acınızı paylaşmak, sizlerle ortaklaşmak, bu soruna sizler gibi baktığımı, yürekten desteklediğimi belirtmek istiyorum. Onun için aranızdayım. Ասում է եկել եմ հadouk, հայ ազգին, հայ ժողովրդի մի ուղերձով թիմելու որ ինչ որ արել է իմ բաբը 15 թվին, բրգելով այդ մազաբուրց եղած հայության փեգորները, ինչքան մարդկային վերապերումն է ցուսապերել։ Ուրեմն իր թորը եւս այսօր, շարունակողն է այդ նույն գենետիկայի, այդ նույն ուրեմն մարտասիրության եւ այդ նույն գեցվածքի համարեք ինձ ձեր իբրե բարեկամը, եւ ես ինձ նվիրել եմ այս հարցի ճշմարտացի բարձրաձայնման եւ ասում է յուրաքանչյուր անգամ հայերի հետ լինելուց հուզվում եմ, որովհետեւ այդ ամբողջ պատմությունը գրում եմ իմ մեջ, եւ հբարդ եմ որ այսօր գտնվում եմ ձեր մեջ, այսքան։ Bir Türk, bir Kürt, bir Ermeninin değişik Avrupa ülkelerinde Almanya ve Almanya'da Hollanda'da yapmış oldukları konferanslara çok yakinen bilgi sahibiyim. Frankfurt'taki toplantıya Londra'dan kalktım geldim, bizzat katıldım. Çok iyi geçti, çok ciddi bir ilgi vardı, herkes duyarlılık gösterdi. Bu sorunun artık yavaş yavaş tartışılması, yavaş yavaş kamuoyunun nezdinde ciddi bir şekilde tartışmasını da beraberinde getirmiştir. Ասում է վերջին 2-3 շաբաթ առաջ տեղ ունեցող մեկ թուրք, մեկ քուրդ, մեկ հայ խոսում են հայոց ցեղասպանության մասին վերդարության կոնֆերենսներից Ֆրանկֆուրտում տեղ ունեցածին մասնագից եմ եղել անցամբ Լոնդոնից եկել էր Մահմուդը Ֆրանկֆուրտում մասնակցի մեր այդ գիտա կոնֆերանսներին ասում է շատ ծրական անցավ բոլորիս համար նորություն էր որ այլևս չենք խոսում հայոց ցեղասպանության ճանաչման ընդունման դադարման այլ սկսել ենք խոսել փոխհատուցման հարցերի շուրջ ինձ թվում ասում է 100 տարին հերիք էր այլևս այդ նույն բանը հոլովել, ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ այն այդ ինչ ագներև է չի կարելի դրա շուրջ խոսել, բայց փոխհատուցման մասին ասում է լրում են բոլորը։ Փոխհատուցման մասին խոսելու ժամանակն է, 2016-ն ենք արդեն եւ ես ասում եմ գիտեմ որ Բերլին, Ֆրանկֆուրտ, Համբուրգ եւ Հոլանդիայում դեղ ունեցող այդ կոնֆերանսներում թուրքը, քուրդը, հայը սկսել են խոսել փոխհատուցման հարցերի շուրջ։ Ես եւս ասում եմ շատ գոհ եմ փոխհատուցման հարցի լուծման արդիվ աշխատանքներին եւ արդեն ինքը ավարտեց իր ասելիքը եթե կարելի է դուք հարցերով թիմեք իրեն ինչպես կուզեք արդեն հարց ու պատասխանի հարց ժամանակն է Շատ լավ համեցեք Ամրան ռադիո նախ դժվար է սքանց հետո ուղղակի չասել շնորհակալություն Մահմուդ Önce diyor bu kadardan sonra Mahmut'a teşekkür etmek istiyorum diyor. Teşekkür Իր նախնիների եւ իրենց ազնվության եւ սկզբունքայնության համար Ailesinin ve olsun ataların olsun kendisinin aynı şekilde aynı duruşa bu onurlu, şerefli, namuslu duruşa sahip olduğu için diyor halkım adına teşekkür ediyorum ona. Ben teşekkür ediyorum. Ես եմ ձեզ շնորհակալություն հայտնում։ Ինչ հետաքրքիր է Տատո ուղղակի նկարել իր հայացքները Քուրդիստանում որտեղ հայկական են տարածքներում որտեղ ապրում են այսօր քուրդերը ինչքանով են կիսում ինչքանով է ժողովուրդը այսօր տրամադրված Bugün Batı Ermenistan'da yaşayan Kürtler, Kürdistan'da yaşayan Kürtler, senin gibi düşünüyorlar mı? Ne kadar insan senin gibi düşünüyor?
Yani maalesef ki benim gibi düşünen çok az insan var. Kürtlerin bu soykırım karşısındaki tutumu, 100 yıl öncesinde yaşanan bu katliama suç ortaklığı olmalarından dolayı bugün hala Türk devletinin nasıl inkarcı yaklaşımını sürdürüyorsa Kürtlerin büyük bir kısmı bu inkarcı, geçmişte bunların dedeleri, ataları katliama ortak olan insanların çocukları bugün, politik çevreler bu soruna çok ciddi anlamda yakıcı bakmadıklarını düşünüyorum. Ուզում եմ ցավոք պիտի արձանագրենք, որ շատ քիչ, թվով շատ քիչ մարդ, հա, իմ նման է մտածում կամ նման գեցվածք է դրսևորում, հատկապես քրդերի մոտ իրենց բաբերի գադարած այդ վայրակությունը, ցեղասպանության մասնակցությունը, ասում է առ այսօր ընդունելի չի, շատ քիչ մարդ են փորձում արերեսվել, քաղաքական շրջանակներում ասում է ճիշտ է, ցայներ լսում ենք, որ այո, հայոց ցեղասպանությունը դեղի ունեցել բան, բայց իրենք բացի այդ ճշմարտություն այսպես ասած բարձրացային մտածելուց, այլ բանին պատրաստ չեն, հա, եւ իրենք բարձրապես յուրացնում են հայերի հայրենիքը եւ ուզում են Քուրդիստան սարքել։ Սա է դիրող իրավիճակը այժմ։ Այսպես։ Շատ լավ, շնորհակալություն, համեցեք։ Ընկեր։ Ներեցեք։ Իր գործնեության եւ սոցիալական համակարգերի եւ քրդերի կողմից եւ չվերես ակնդումների Hala. Senin bu kadar böyle radikal duruşun olduğu için Türkiye Cumhuriyeti Devleti veya Kürt çevrelerinde baskıya uğradın mı? Böyle bir duruş sergilediğin için. Elbette. Yani hayatımın her döneminde muhalif bir çizgi içerisinde oldum. Ben vicdanımın sesini hep dinlemişimdir. Vicdanım ve doğrular neyse hep ondan yana, mazlumdan yana tavrımı hep göstermişimdir. Birilerinin ne söylediği, benimle ilgili ne söylediği önemli değil. Önemli olan doğru yerde doğru sözler söyleyebilmek. Բնականաբար ասում երբ որ մարդը ճշմարտախոս է, ճշմարտության հետ առերեսում է եւ մեջ արդարություն կա, արդարամիտ է, պիտի ուրեմն ճիշտի կողմը կանգնի, արդարի կողմը կանգնի։ Եվ քանի որ ասում է այս աստիճանի դկլոր ճշմարտությունը բարձրացնող մարդը, թե թուրքերի, թե քուրդերի հետ ազգայնական հատվածի կողմից պիտի հարցակման ենթարկվի, դա շատ բնական է։ Բայց ասում է ես այդքան էլ կարևորություն չեմ տալիս դրան, իրենք երևի թե իրենց խղճի հետ խնդիր ունեն, իրենք են սխալ տեղ կանգնած, ես գտնում եմ որ ես ճիշտ տեղում եմ կանգնած եւ ես իմ խղճիս հետ հաշտ եմ։ Ես ամեն քիշեր հանգիստ եմ քնում։ Իրենք են որ անհանգիստ են քնում, շատ լավ իվանալով իրողությունը, ուրեմն դա չեն անում։ Այսքան ցեզ պատասխանեց։ Ես կուզենայի հարցնել այդ ջուղի ճակատագիրը։ Փաստորեն մարդիկ ապրեցին այդտեղ, շարունակեցին ապրել եւ ապրում են մինչեւ օրս։ Փաստորեն այնտեղ կան հայեր, ալևիներ, թե խառնվել են իրար, շատ թայլի վիճակի։ Ես որ բանուկ էի, ես բանանեմ առանց Մամուդի պատասխանեմ, իմ տասարանում գային քրքսրակի հայեր։ Եկել են սովորելու։ Ես իրանցից ինչ անարանում է, այս պատմությունը չէի լսել։ Իրանցից այդ հայերից, հա։ Ու բայց տասնգերներ ունեմ Վարդան, Ալեքսան, հա, Հակոբ, Պողոս, Սարգիս, քրքսրակցի։ Այդտեղից եկած եւ սովորել։ Ուրեմն իրենց քերեզմաններն են այդտեղ, այսին համադեղ են ապրել այս մարդիկ 3-4 սերունդ։ Բարձրապես հենց իրենք են իրենց ասել, որ դուք գնացեք ձեր ժողովրդի հետ բանարեք, իրար հետ էլի, չէ, որ ընտանիքներ գազմեն, հա, շարունակեք եւ այլն այդ բանը եւ իրենց հորդորը որ այդտեղից շատ կամած ասել են եթե ուզեք մնացեք, մենք ոչ մի խնդիր չունենք, հավերժ մնացեք։ Հայերը նաեւ մի քանի տարի հետո այդ իրենց հետ ապրելուց առանցին դուներ են սարքել այդ գյուղում, հա, հայերի ունեցել են իրենց տուները, հավերժ չեն ապրել իրենց տուներում։ Եվ ասում է բոլոր ինչ կար իրենց ցերկի շնորհքը միայն հայերինն էր։ Մենք իրանցից սովորեցինք, քաղաքագործվեցինք էլի այդ բանը։ Ոստի այդ եղբայրությունը միշտ շարունակվել է։ Ես ուրեմն քանի որ մանկուց ունեմ այդ քրքսրակ գյուղից հայ ընկերներ, բոլոր իրենց արարողություններին, հա, ուրախություն եւ դխրություն քրքսրակի մարդիկ եկել մասնակցել են թաղումների։ Բոլորը հայերեն են խոսում, հայախոս են, լրիվ, հա, թուրքերեն ալ գիտեն բնականաբար եւ քրդերեն ալ գիտեն, քուրմանջի։ 3 լեզու է խոսում այդ նույն գյուղում, հա։
եւ հարսանիքներն են մասնակցել եւ նշանախոսություն եւ քիրվայություն են արել, շարունակվել է 1960-ական թվեր, 70-ական, 80-ական, հիմա օրինակի համար Մահմուդը ունի Facebook-յան էջ, Facebook-յան էջում ինչ կան ուզես քրքրծրակցի հայ, որ իմ տասնգերներն են, այդտեղ են, բարեկամաբար իրար հետ նույն բանն են անում, իրար հետ Փարիզում քայլերթի են մասնակցում, Լոնդոնում չգիտեմ ինչ են անում, Բոլիսում էս են անում, մինչև հիմա այդ եղբայրությունը, այդ հարազատությունը շարունակում է եւ քրքսրակը իրոք որ խորհրդանիշ է, էլի նման բան չի գա, էլի նման օրինակ որ ասես, էսենց 2 տեղ գա, 3 տեղ գա, 4 տեղ գա, այդ առումով շատ առանձնահատուկ է, չափից դուրս առանձնահատուկ է, այսքան, հարցին պատասխան։ Մամուդի մեծ պապի առած գործը կվերածվի ֆիլմի կամ գրքի տեսքով կներկայացվի։ Mahmud'un dedesinin diyor yaptığı, bu köyün yaptığı tümden, bu bir film için diyor yani, bu bir film. Bunun diyor senaryo çalışması yapılıp filme dönüşmeli. Hiç diyor böyle bir şey düşünülmüş mü bunu filme dönüştürmek, sinema filmini? Yok yani Ermenilerle hatta Aleviler, Kızılbaşlar, Ermeniler bir ortak yapım yapsalar, bir film. yani şimdiye kadar böyle bir çalışmanın yapıldığı konusunda bir bilgi sahibi değilim. Ama benim bir tane teyzemin oğlu var. Yusuf Onbaşı'nın öz torunu, bir başka teyzemin oğlu var. Bu Kırksaklı Ermenilerin tarihini anlatan, Kırksak tarihini anlatırken Türkiye'de İmece TV, Hayat TV'nin tam emin değilim. Orayla ilgili bir takım belgesellerin yapıldığını biliyorum. Yapıldı. Ama film çalışması konusunda herhangi bir şey yok. Ասում է ցավոք առայսօր նման բան ինձ հայտնի չի, եթե մեկը ինչ որ աշխատանք կատարի ու դա իրականացնի, երևի երախտապարտ կլինենք նման, այսպես ասած, ձեռնարկին։ Բայց ասում է ես ունեմ մորակրոշ տղա, որը մտավորական է, ուրեմն ասում է քրել այստեղ է, այդ ուրեմն 13 էջից զբաղացած բան կա, այդ ամբողջի պատմությունն է, որ պատմած է թուրքերեն է, ես այսօր բան արեցի, երևի ինձ մինչև շաբաթավերջը հայերենի կվերածվի եւ Նոյան դավանին կխնդրենք, որ դարածենք, սիրուն բատմություն է, շատ շշմելու սիրուն բատմություն է, և համամարտկային բատմություն է, բիդի որ աշխարհը սովորի այս մարդկանցից, մարդը ինչպես լինել, ես անցյալ դարի Մահմուդի էջում մի հատ բան էի տեսել, գիսված նյութ, ասում էր, որ 15 թիվին, եթե ուզենային մարդ մնալ, գմնային մարդ, բայց չուզեցին մարդ մնալ, դրա համար դմարդի դարձան, իրենց գյուղը մարդեր եւ մարդ մնաց։ Եթե քրքսրակը ընթորինակվեր, չէ, այս գյուղը մնացած, ոչ մի հայ չէր սպանվի։ Մենք ապրեինք մեր փնորանում։ Եթե նման մարդիկ լինեին մեզ հանդեպ, վերաբերմունքը այսպես լիներ, ուրեմն մենք հիմա ցեղասպանված չի լինեինք եւ Հայաստանը գործրած չի լինեինք, չէ։ Ուրեմն չեն եղել նման մարդիկ, դրա համար մեր վերջը բերել են եւ մեզնից մազաբուրսներին են բրգել այս մարդիկ։ Ասում է շատ լավ կլինի որ նման ցերնարկ, նման առաքելությամբ ռոպագանդավի սա եւ եթե կան այս գինոյի վերածելու բան, իրոք որ սա կլինի թարի պատմություն։ Այդքան։ Ալեվի Ղազրբաշ, դե իրենք մյուսներից տարբերվում են, ինչով են տարբերվում։ Բարձր, բնական ապարա, հա, անշուշտ, հա, դա թավանանք է, որ հայոց հին հավատքից է գալիս, հա, մենք նախքան քրիստոնեական շրջանը մեր, չէ, հա, ուրեմն բազմաստվածության ժամանակահատվածին, հետանոսական ժամանակաշրջանում հայոց հավատքի, ուրեմն մնացորդացի Փավլիկյան շարժումը գա, գիտեք, թարերում, Փավլիկյան շարժում, Թոնդրակյան շարժում, Փավլիկյան եւ Թոնդրակյան շարժումի ժամանակահատվածում, ուրեմն շիիզմի, շիա ուղղությամբ, հա, իսլամի մի հատված, ամենածայրահեղ հատվածը ալևիզմն է, որը Ալի Մարգարեի, չէ, որ գլուխը գդրեցին նամազ անելու ժամանակ, Քերբելայում, հա, մզգիտի մեջ, ուրեմն այդ օրվանից իրենք երբեք մզգիտ չեն մտնում, մզգիտը իրենց համար դա բղզված վայր է, ու երբևէ ուրեմն իսլամի ոչ մի դարին չեն հետևում։ Իրենք եզդիների, հա, եզդի ժողովրդի ունեցած հավատքի շարունակողներն են իրենց հատվածում այժմյա Թուրքիայի Հանրապետության վարչական տարածքում մոտ 20 միլիոն է իրենց թիվը, հա, Ալևի Ղզլբաշների եւ պետք է իմանաք, որ Ալևի Ղզլբաշները հայոց ցեղասպանության ժամանակ շատ թրագան թերակատարում են ունեցել, քրքսրակը ճիշտ է, որ շատ յուրահատուկ պատմություն է իրենց գյուղը, ամբողջ 100%-ով, բայց Դերսիմի շրջանում,
ուրեմն եղել է 40-ից 45,000 հայության փրկություն։ Այդ բոլորը Ալևի ղզլբաշների փրկած հայությունն էին, հա, Դերսիմում, որոնք բերվեցին Երզնգա եւ Սեբաստացի Մուրադը, չէ, Մուրադ Փաշան իրենց վերցրեց Զորավարանտրանի հետ միասին բերավ Արևելյան Հայաստան եւ փրկվեցին այդ մարդիկ։ Էլի Ալևի ղզլբաշներին ենք մենք բարդական։ Այս ամբողջ շաբաթ Ալևի ղզլբաշները եւ հայությունը թեմայով տասախոսություններ են լինելու։ Վաղը ժամը 11-ին Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետում ծեր հարցի պատասխան այդտեղ Պովանտագալից կդան, համեցեք։ Ժամը 2-ին Հայաստանի գրողներու միությունում գա շնորհանդես, հենց այդ թեմայով երկու քիրք է հրատարակվել, հեղինակը իմ մանկության ընկերս է, ինքն է եկել, հայ, պիտի ներկայացնի, եւ այս ամբողջ շաբաթը մինչեւ ուրբաթ այդ թեմայով պիտի հանդիպումներ լինեն։ Հա։ Ասեցի 20 միլիոն են, հա քուրդ չեն իրենք միան, թուրքը ունի Ալևի, քուրդը ունի Ալևի, Զազան ունի Ալևի, ինքը քուրդ է, արաբը ունի Ալևի, այս Ասադը, Բաշար Ասադը Ալևի է շտենքը, Սիրիայի։ Ոչ, ղզլվաշ չի, Ալևի է, դրանք Նուսեյրի են, միդեմ, ամենտեղ Ալևիզմը դարբեր ուղություններ ունի, իրարից դարբեր ուղություններ, մի քիչ խրտիմ է, յուրաքանչյուր ղզլվաշ Ալևի է, բայց ամեն Ալևի ղզլվաշ չի։ Ղզլվաշ ինչ է նշանակում, Գարմիր Քլուխ, այդ Գարմիր Քլուխ նշանակում է ժամանակին Օսմանյան գայսրությունում իրենց բարդատրել են, իբրև հերետիկոսի, բարդատրելը որ քլխաշորերը պետք է դարբերվեն մնացածից եւ Գարմիր քույրնի քլխաշար գրելու համար իրենց ասել են ղզլ բաշ, Գարմիր Քլուխ, այդ իմաստով։ Սա այդպես է։ Այո, եզդիները եւ բաներ, այո։ Իրենք ունեն Փիր, Սեյիդ եւ այլն, հա։ Լավ։ Եթե այլ հարցեր կան, հա, խնդրեմ, ասեք։ Շնորհակալություն։ Հա, teşekkür ediyorlar. Ben teşekkür ederim. Պատմություն պատմելու համար ես կարծում եմ որ գաղափարը շատ լավն էր, սրա մասին պետք է մտածել ֆիլմ անել։ Այո, եւ այսօր Մահմուդը լինելու է հանրային առաջինի հյուրը, Նվեր Մնացականյանի հյուրը, այդտեղ ինքն է պատմելու այդ ամբողջը, ես միայն պիտի թարգմանեմ անպայման գտիդեք այսօր երեկոյան։ Շատ շնորհակալություն բոլորին այս պատմության համար, լավ եղեք, շնորհակալ եմ։